Հայտնի է, որ Թուրքիան հարուստ չէ գազի, ինչպես նաև նավթի պաշարներով, սակայն Թուրքիայի այսպես կոչված այդ բացը լրացվում է նրա աշխարհագրական դիրքով։ Թուրքիան լայն առումով սահմանակից է Կասպիան, Միջին Ասիա եւ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին, որոնց բաժին են կնում նավթի եւ գազի համաշխարհային պաշարների ավելի քան 70%-ը։ Մյուս կողմից էլ Թուրքիայի արևմտյան հարևանը Եվրամիությունն է, Եվրոպան, որը մեծ կախվածություն ունի գազի ներկրումից։ Եվրոպան իր հերթին ձգտում է դիվերսիֆիկացնել իր գազամատակարարման աղբյուրները, ինչն էլ նպաստում է նրան, որ Թուրքիան այս տարածաշրջանների միջև վերածվում է բնական էներգետիկ միջանցքի հանգույցի, ինչը մասնավորապես վերաբերում է գազային հանգույցին։ Թուրքիայում ինքնին բավական մեծ է գազի պահանջարկը, էլեկտրաէներգիա արտադրության 45%-ը բաժին է ընկնում հենց գազին։ Թուրքիան նախորդ տարի ներկրել է 45 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիայում գազի սպառումը կազմել է 47 միլիարդ խորանարդ մետր գազ, այսինքն Թուրքիան իր սպառած գազի 98%-ը ներկրում է արտերկրից։ Թուրքիան ունի 3 հիմնական գազամատակարար երկիր, ըստ մեծության Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, բացի այդ Թուրքիան հեղուկացված գազ է ներկրում Ալժիրից եւ Նիգերիայից։ Սակայն տարբեր գներով է գազ գնում իր հիմնական գազամատակարարներից, ամենաէժան գնով նա գազը գնում է Ադրբեջանից, ապա Ռուսաստանից եւ ամենաթանկ գնով Իրանից, ինչի համար էլ Թուրքիան 2 տարի առաջ դատի է տվել Իրանին, պահանջելով նվազեցնել գազի գինը։ Խոշոր գազամատակարարը Ռուսաստանն է, որը Թուրքիայի նախորդ տարի մատակարարել է գրեթե 27 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է Թուրքիայի ներկրած գազի կեսից ավելին։ Ռուսական գազը Թուրքիայի հասնում 2 երթուղով, դրանցից մեկը անդրբալկանյան կամ արևմտյան գազատարն է, որը անցնում է Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի տարածքով եւ հասնում Թուրքիայի եվրոպական հատված։ Մյուս գազատարը դա երկնագույն հոս գազատարն է, որը անցնում է Սևծովի հատակով եւ ռուսական գազը հասցնում է Թուրքիայի Սևծովյան հատված։ Այժմ կողմերը չեն բացառում, որ կարող է կառուցվել նաեւ երկնագույն հոսք 2 գազատարը։ Բացի այդ, Թուրքիան 2011 թվականի վերջին կանաչ լույս էր վառել ռուսական հարավային հոսք գազատարի առջև, իսկ դրանից առաջ եւ մի կողմից առաջ քաշված Նաբուկո գազատարի առջև։ Ստացվում է, որ ռուս-եվրոպական գազային մրցակցությունում հաղթող է հանդիսանում է Թուրքիան, քանի որ երկու դեպքում էլ խողովակաշարերը պետք է անցնեն նրա տարածքով։ Ռուսական հարավային հոսք գազատարը միտված է Ուկրաինայի տարածքը շրջանցելով, ռուսական գազը Բուլղարիա հասցնելուն, սակայն այդ խողովակաշարը պետք է Սևծովում անցնի Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտով։ Բացառիկ տնտեսական գոտին կամ ԲՏԳ-ն տարածքային ջրերից դուրս գտնվող այն ջրատարածությունն է, որտեղ տվյալ երկիրը իրավունք ունի կատարել նավթի ու գազի հետախուզման աշխատանքներ, անցկացնել խողովակաշարեր եւ այլն։ Եվ ահա Թուրքիան թույլատրել էր, որ Ռուսաստանը իր Սևծովում իր ԲՏԳ-ն օգտագործի հարավային հոսքը դեպի Բուլղարիա հասցնելու համար, ինչի դիմաց Ռուսաստանն իր հերթին հրաժարվել էր կառուցել Բուրգաս-Ալեքսանդրոպոլիս, այսինքն Բուլղարիա-Հունաստան նավթամուղը։ Սակայն այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է Սևծովում, Ղրիմի միացումը Ռուսաստանին էականորեն փոխել է այդ իրավիճակը, առաջացել է Սևծովում ռուսական ԲՏԳ-ի սահմանների ընդլայնման հարց, եւ Ռուսաստանը այժմ կարիք չի զգում Թուրքիայի ԲՏԳ-ով այդ խողովակաշարը անցկացնելու համար, այսինքն ռուսական ԲՏԳ-ն կարող է սահմանակցել Բուլղարիայի ԲՏԳ-ով եւ Ռուսաստան խողովակաշարը հենց իր ջրերից կուղի միանգամից Բուլղարիայի ջրեր։ Հենց դրանով էր պայմանավորված Թուրքիայի վերջին օրերին կատարած այն առաջարկը, որ նա Ռուսաստանին առաջարկեց հարավային հոսք գազատարը անցկացնել իր եվրոպական հատվածով, իր ցամաքային հատվածով։ Թուրքիան չէր ցանկանում մնալ խաղից դուրս վիճակում եւ զրկվել այդ գազատարից։ Նա փորձում է օգտագործել ռուս-եվրոպական տարաձայնությունները կապված Ուկրաինայի դեպքերի հետ։ Ինչպես գիտենք, Եվրախորհրդարանը դեմ է արտահայտվել ռուսական հարավային հոսք գազատարի կառուցմանը եւ Բուլղարիան էլ հանդիսանում է Եվրամիության անդամ, մինչդեռ Թուրքիան ոչ։ Եվ ելնելով դրանից Թուրքիան փորձում է Ռուսաստանի շահագրգռել, որպեսզի գազատարը անցնի իր տարածքով եւ նա չզրկվի դրանից։ Մյուս կողմից Ղրիմի եւ Ուկրաինայի դեպքերի հետ կապված Եվրոպայում մեծապես կարևորվել է ադրբեջանական գազի նշանակությունը, թեպետ այն իր ծավալի առումով չի կարող այլընտրանք հանդիսանալ ռուսական գազին։
Մյուս կողմից դա տեղավորվում է Եվրոպայի քաղաքականության մեջ կապված սեփական գազամատակարարումները դիվերսիֆիկացնելու հետ։ Այն բանից հետո, ինչ Թուրքիան եւ Ադրբեջանը տեսան, որ բավական ձգձգվում է Եվրամիության կողմից առաջ քաշված Նաբուկո գազատարի իրագործումը, նրանք փորձեցին սեփական ուժերով ադրբեջանական գազը հասցնել դեպի Եվրամիության սահման։ Դրա հետ կապված առաջ քաշվեց անդերանատոլիական կամ թանապ գազատարի կառուցման նախագիծը, որը պետք է Թուրքիայի արևելյան սահմանից հասնել դեպի արևմտյան սահման։ Տվյալ խորհրդաշարով պետք է մատակարարվի ադրբեջանական Շահ Դենիզ գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք գազը, սկզբնական շրջան 16 միլիարդ խորանարդ մետր, որից 10 միլիարդը նախատեսված է լինելու Եվրոպայի համար, իսկ 6 միլիարդը Թուրքիայի համար։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ընդլայնվի նաև Բաքու-Թբիլիսի Էրզրում գազատարը, որով եւ ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասնում է Թուրքիայի արևելյան հատված, որտեղից էլ սկիզբ է առնելու թանապը եւ այդ գազը հասցնելու է դեպի Եվրամիության սահման։ Շահ Դենիզ գազային կոնսորցիումը նախորդ տարի ընտրություն կատարեց իր գազը Եվրոպայում արտահանելու երթուղիների միջև, կար երկու տարբերակ՝ Անդրադրիատիկ կամ թափ գազատարը եւ Նաբուկո Վեստ գազատարի նախագիծը, որը Նաբուկոյի կրճատ տարբերակն է։ Այսինքն ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից գազը պետք է կամ հասցվեր ավստրիական Baumgarten, դա Նաբուկո Վեստի պարագայում, իսկ թափի պարագայում ադրբեջանական գազը կհասցվեր Իտալիայի Պուլա քաղաք։ Ի վերջո Շահ Դենիզը ընտրեց անդրադրիատիկ գազատարի տարբերակը, թափ գազատարին, ինչը պայմանավորված է Ռուսաստանի զայրույթը չառուցելու հանգամանքով, որոշվեց ադրբեջանական գազը ուղղել ոչ թե Եվրոպայի կենտրոն, այլ Եվրոպայի հարավ։ Մյուս կողմից կարելի է կարծել, որ Թուրքիայի համար ավելի նախապատվելի էր Նաբուկո Վեստի տարբերակը, քանի որ թուրքական Բոթաշ պետական խորհրդաշարային ընկերությունը հանդիսանում էր Նաբուկո Վեստի բաժնետեր, եւ բացի այդ Թուրքիան հազիվ թե ցանկանար, որ իր հետ բարդ հարաբերությունների մեջ գտնվող Բուլղարիան թափ գազատարի շնորհիվ հայտնվեր աշխարհի էներգետիկ քարտեզի վրա։ Փաստորեն ստացվում է այնպես, որ ադրբեջանական գազը Եվրոպա պետք է հասցվի 3 խորհրդաշարով։ Նախ Բաքու-Թբիլիսի Էրզրում գազատարով նա պետք է հասցվի Վրաստանի տարածքով դեպի Թուրքիայի արևելյան սահման, այնտեղից թանապ գազատարով կհասցվի թուրք-եվրոպական սահման, Եվրամիության սահման, իսկ այնտեղից էլ թափ գազատարով կշարունակվի դեպի Հունաստան, Ալբանիա, Իտալիա եւ անգամ չի բացառվում, որ Իսպանիա։ Թուրքիայում սակայն չեն բացառում, որ կարող է կյանքի կոչվել նաեւ Նաբուկո Վեստի նախագիծը, քանի որ Եվրոպայում շարունակ աճում է գազի պահանջարկը եւ հնարավոր է, որ այդ գազատարը նույնպես հետագայում կառուցվի։ Նախատեսվում է թանապ գազատարի տարեկան թողունակությունը հետագայում հասցնել 70 միլիարդ խորանարդ մետրի առաջի փուլի 16 միլիարդի փոխարեն, ինչը սակայն կարող է տեղի ունենալ Անդրկասպյան գազատարի կառուցման դեպքում, որով թուրքմենական գազը կարող է հասցվել Ադրբեջան, այդ խորհրդաշարը պետք է անցնի Կասպից ծովի հատակով, Եվրամիությունը երկու ձեռքով աջակցում է դրան, սակայն Ռուսաստանն ու Իրանը, որոնք իրենք ունեն սեփական գազային խոշոր պաշարներ, դեմ են արտահայտվում այդ գազատարի կառուցմանը, դա պատճառաբանելով բնապահպանական խնդիրներով եւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի չլուծված լինելով։ Սակայն պետք է նկատել, որ թանապ գազատարի շնորհիվ Թուրքիան մեծապես կնվազեցնի Ռուսաստանից ու Իրանից ունեցած իր գազային կախվածությունը։ Ինչ վերաբերվում է իրանական գազին, ապա Իրանը նույնպես ցանկանում է իր գազը արտահանել դեպի Եվրոպա եւ այդ հարցում Արկա է 3 երթուղի, որոնցից մեկը պետք է անցնի Հայաստանի ու Վրաստանի տարածքով, երկրորդը հենց Թուրքիայի տարածքով, որը համարվում է ամենաօպտիմալ տարբերակը։ Սակայն կա նաև երրորդ երթուղու տարբերակը, որով իրանական գազը պետք է Իրաքի եւ Սիրիայի տարածքով հասցվի դեպի միջերկրական ծով, սակայն դրան մեծապես խոչընդոտում է սիրիական պատերազմը։ Մենք գիտենք, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի ապստամբներին, դրանով իսկ մեծապես ցկցկելով այդ հակամարտության կարգավորումը եւ քանի դեռ Սիրիայում չի ավարտվել պատերազմը, Թուրքիան փորձում է լուծել երկու խոշոր էներգետիկ խնդիր, նախ իրանական գազը թույլ չտալ, որ նա անցնի Սիրիայի տարածքով դեպի միջերկրական ծով եւ փոխարեն իր տարածքով հասցվի Եվրոպա եւ նույնը վերաբերվում է հյուսային Իրաքի կամ Իրաքի քրդերի նավթի եւ գազի մասին։ Թուրքիան նույնպես ցանկանում է, որ դրանք անցնեն իր տարածքով դեպի Եվրոպա։
Մյուս կողմից էլ Թուրքիան այժմ սկսել է ձերբազատվել իր հիմնական գազամատակարարների հետ կնքած ոչ շահավետ գազային պայմանագրերից, խոսքը գնում է Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ take or pay սկզբունքով, վերցրուկ անվճարի սկզբունքով կնքված պայմանագրերի մասին։ Այս սկզբունքը ենթադրում է, որ գազամատակարարը պարտավոր է մատակարարել պայմանագրում նշված ծավալով գազ, իսկ գնորդը ներկրող երկիրը իր հերթին պարտավոր է ամբողջովին վճարել դրա դիմաց, անկախ նրանից, թե նա հաշվետու ժամանակահատվածում որքան գումար է ստացել։ Թուրքիան արդեն իսկ Ռուսաստանի հետ լուծել է տվյալ հարցը, այս տարի պետք է լուծի Իրանի հետ, իսկ մյուս տարի Ադրբեջանի հետ։ Թուրքիան հայտարարում է, որ այդ պայմանագրերի պատճառով կորցրել է միլիոնավոր դոլարներ։ Պետք է նշել, որ այդ սկզբունքի թերությունը Թուրքիայի համար երկուսն է, նախ Թուրքիան չունի խոշոր գազամբարներ եւ լայն զարգացած գազատրանսպորտային համակարգեր եւ երբեմն չի կարողանում հասցնել ներկրել նախատեսվածի չափ գազ։ Մյուս կողմից երկրորդ կարևոր գործոնը դա Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK-ի զինյալների գործողություններն են, որոնք քանիցս պայթեցրել են Իրանից եւ Ադրբեջանից եկող գազատարները, ինչի հետևանքով օրերով դադարեցվել է տվյալ խողովակաշարերով գազի մատակարարումը Թուրքիային եւ Թուրքիան ստիպված եղել միլիոնավոր դոլարների փոխհատուցում վճարել նրանց։ Ամփոփելով այս թեման, պետք է նշել, որ Թուրքիան առաջիկա 5 տարում, բացի նշված հարցերից, արդեն իսկ սկսել է պայքարել եւ ուժգին պայքարելու է նաեւ արևելյան միջերկրածովի գազային պաշարները իր տարածքով դեպի Եվրոպա ուղղելու համար, խոսքը գնում է Իսրայելի ու Կիպրոսի կողմից արդյունավետ գազի մասին։ Բացի այդ, Թուրքիան պայքարում է նաև իր գազամատակարարների քանակը ավելացնելու ուղղությամբ, արդեն իսկ նշում է, որ Թուրքիայի 6-րդ գազամատակարարը կարող է դառնալ Կատարը, ով ձմռան ամիսներին, երբ Թուրքիայում աճում է գազի սպառումը, Թուրքիան կարող է մատակարարել 350 միլիոն խորանարդ մետր գազ, սակայն Կատարը ցանկանում է նաև իր գազը Թուրքիայի տարածքով արտահանել դեպի Եվրոպա։ Այսպիսով մենք մոտ հեռանկարում կարող ենք ունենալ այնպիսի իրավիճակ, երբ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա կարող է անցնել մոտ 10 երկրի գազ։ Խոսքը գնում է Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Իրաքի, Իսրայելի, Կիպրոսի, Կատարի եւ անգամ Եգիպտոսի, ինչպես նաեւ արաբական եւ միջինասիական այլ երկրների գազի մասին։ Այս ամենը մեծապես կմեծացնի Թուրքիայի դիրքը աշխարհում, միջազգային արենայում Թուրքիային թերևս կվերածի աշխարհի խոշորագույն գազային հանգույցի եւ Թուրքիան կարելի է կարծել այդ նպատակին հասնելու համար պատրաստ է որոշակի քաղաքական զիջումներ անել տարբեր երկրներին, որպեսզի հասնի այդ նպատակին, որպեսզի այդ երկրների գազը անպայմանորեն անցնի իր տարածքով։ Դա ասենք վերաբերում է Կիպրոսի ու Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերություններին։ Մյուս կողմից էլ դրանովից Եվրամիությունը իր հերթին տարանցիկ ուժգին կախվածության մեջ է ընկնում Թուրքիայից, քանի որ նա ձգտելով Ռուսաստանից նվազեցնել իր գազային կախվածությունը, այժմ նույնպիսի մեծ կախվածության մեջ է ընկնում, բայց արդեն տարանցիկ կախվածության մեջ է ընկնում Թուրքիայից, եւ դա կարող է նշանակել, որ հետագայում Թուրքիան կարող է սկսել էներգետիկ շանտաժի ենթարկել Բրյուսելին, որպեսզի ապահովի իր անդամակցությունը Եվրամիությանը։ Եվ վերջապես Թուրքիան հետագայում կարող է փորձել ձեռնարկել իր տարածքով անցնող էներգակիրների սակագները վերավաճառողի դերում հանդես գալու համար։